Պարոն Սողոմոնյան, ասուլիսի ընթացքում ասվեց, որ որոշակի քայլեր պլանավորվում են ՍԴ դիմելու մասով, այս փոփոխության մասով, ժամկետների մասով խնդիր չկա, այսինքն Վենետիկի հանձնաժողովի հետ կապված դիմել, ինչ-որ 4-5 ամիս առաջ ընդամենը ընտրություններից, արդյոք օրենքի շրջանակում է։ Ես որպես քաղաքական գործիչ, հանրային քաղաքական գործիչ կարող եմ ընդհանուր հիմունքներով պատասխանել այս հարցին։ Բնականաբար հապճեպությամբ այդպես արտահերթ նիստ հրավիրելով հարցը մտցնել օրակարգ եւ արագ ԿՊԱ-ական ամբողջ ռեսուրսը մոբիլիզացնելով անցկացնելը խոսում է ըստ էության այդ մասին, որ փորձել են Վենետիկի հանձնաժողովի ոնց որ շրջանակում տեղ գտնելու, ճեղքված գտնելու համար այդպես հապճեպությամբ գործը գլուխ բերել։ Ընթացակարգերին մանրամասն ծանոթ չեմ, որպեսզի կարողանամ ասել, թե մեր ձեռքը ինչ հնարավորություններ կան։ Համենայն դեպս մեզ մոտ կա համոզմունք, որ սահմանադրության խախտում է տեղի ունեցել, իրավական որոշակիության սկզբունքի խախտում է տեղի ունեցել, եւ մենք փորձելու ենք հասկանալ բոլոր այն իրավասու մարմինների հնարավորությունները, որոնց միջոցով որ հնարավոր կլինի վիճարկել այս նախագծի անցկացումը պարլամենտում, փորձենք անենք ամեն ինչ, որպեսզի դիմենք սահմանադրական դատարան։ Իհարկե շատ մեծ, այսպես հուսավառ վիճակներում չենք գտնվում նաև այդ կառույցի գործունեության հետ կապված, տեսնելով նրա գործունեության արգասիքները այլ ոլորտում, մասնավորապես սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ կապված ընդունված հայտարարության, բայց համենայն դեպս բոլոր մեխանիզմները, ինչ որ օրենքով եւ սահմանադրությամբ արկա է, մենք հնարավոր բոլոր միջոցներին ըստ հնարավորության, ըստ նպատակահարմարության փորձելու ենք դիմենք։ Պարոն Սողոմյան, տեսեք, օրինակ առաջ է քաշված այդ ֆինանսավորման օբյեկտիվության սկզբունք, քաղաքական չեզոքության սկզբունք, չեք կարծում, որ սա կարող է նաև խնդրահարույց լինել իշխանությունների սրտի դիտորդների, օրինակ Դանիել Հովհաննիսյանից մասով, որովհետև իրենք էլ հրապարակումներ ունեն, բավականին քաղաքական ոչ չեզոք։ Ոչ չեմ կարծում, որովհետև պարզից էլ պարզ է եւ օրինակները բազմաթիվ են, երբ որ իրենք միևնույն օրենքը, միևնույն դրույթը տարբեր իրավիճակներում տարբեր կերպ են կիրառում, տարբեր կերպ են մեկնաբանում, որոշ իրավիճակների հետ կապված, երբ որ հանցագործության մասին հաղորդում է լինում, իրանք ընդունում են եւ կալանք են տալիս, որոշ նույնատիպ իրադարձությունների վերաբերյալ ընդհանրապես ուշադրության չեն արժանացնում։ Այդ պահով մենք կարծում ենք, որ իրենք խնդիր չունեն, ճակերտյալ եմ ես ասում, խնդիր չունեն, որ իրենց ուզած մարդկանց ընտրությունների օրինականության իմիտացիա ապահովելու համար իրենց հավատարիմ, իրենց հետ աֆիլացվող, ասոցիացվող կազմակերպություններին հետ կապված ոչ մի խնդիր չեն հայտնաբերի եւ ոչ մի գործընթաց չեն իրականացնի, իսկ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են իրական քաղաքացիական հասարակությունը եւ փորձում են խնդիրը բարձրացնել, իրական խնդիրները բարձրացնել եւ այդ կազմակերպությունները միևնույն ժամանակ ուժեղ կազմակերպություններ են, ռեսուրս ունեցող կազմակերպություններ են, այրենց նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն ընտրովիության սկզբունքներով, որպեսզի որ հայակվի ազգային քաղաքացիական միավորումն է։ Եթե մենք ունենայինք քիչ թվով դիտորդներ, սահմանափակ կարողություններ եւ 1-2 տեղամասում, 3 տեղամասում սահմանափակ դիտորդություն իրականացնենք, միգուցե մեզ հաշվի չէին առնի, բանի տեղ չէին դնի, այսպես ասած, բայց քանի որ բացի նրանից, որ մենք իրական խնդիրներն ենք բարձրացնում, ինչպես նաև ունենք ռեսուրսներ որևէ ընտրության, համայնքային ընտրության պարագայում ամբողջական վերահսկողությամբ հանդես գալու, դրա համար մենք իրենց աչքի փուշն ենք դարձել։ Դուք մասամբ պատասխանեցիք իմ հաջորդ հարցին, պարոն Սողոմյան, ՀԱԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել մի քանի ընտրություններում, այ բոլորովին վերջերս վաղ շաբաթ խոշորացած համայնքի ընտրություններում բավականին արդյունավետ աշխատեց ՀԱԿ-ն որպես դիտորդական առաքելություն։ Ինչ եք կարծում, նաև սա էր պատճառը, որ այսպես հապշտապ որոշեցին ճակերտների մեջ հարցեր լուծել ՀԱԿ-ի։ Հատկապես վաղաշաբաթի ընտրություններն էին, այո, որովհետև դրա կապակցությամբ, այդ ընտրությունների կապակցությամբ հատկապես աղմուկ տեղի ունեցավ մի շարք կազմակերպությունների կողմից, ովքեր իրենց դիրքավորում են որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, բայց իրականում
վերլուծելով նրանց գործունեությունը, նրանց գործունեության միակողմանի բնույթը, մենք տեսնում ենք, որ այստեղ քաղաքացիական հասարակության հետ ասոցիացիաները շատ քիչ են։ Եվ այդպիսի կազմակերպությունները կարծես թե իրենց հացին էին վայիս եղել, իրենց հացն էին խլում, իրենք են սովոր եղել, որ տասնամյակներ շարունակ իրենք հանդես գան որպես քաղաքացիական հասարակություն, եւ այժմ քանի որ նրանք շատ հարցերում ընտրովի մոտեցում են ցուցաբերում, իշխանությունների որոշ սխալներ բարձրաձայնում են, բայց շատ սխալներ, հանցանքներ, տապալումների մասին չեն խոսում, հակաժողովրդավար էությունը ամբողջությամբ չեն բացահայտում, ինչ որ միջադեպերի հետ կապված կարող է հերթապահ հայտարարություններ անեն, բայց շատ օրինակ աղմկոտ դեպքերի ներողություն եմ ես խնդրում ձեր դեպքի հետ կապված, ես չլսեցի այդ կազմակերպությունների կողմից այդպես աղմուկ որ բարձրացնեին, որովհետև այն ինչ որ ձեր հետ էր տեղի ունեցել, դա շատ մեծ աղմուկի արժանի թեմա էր, այսպես ասած, հա։ Եվ ակնհայտ է, որ իրենց քաղաքացիական հասարակություն դիրքավորում են, բայց իրականում իրենք քաղաքացիական հասարակություն չեն հանդիսանում, ու երբ որ դաշտ է մտնում քաղաքացիական հասարակությունը իրականություն դարձնելու հավակնություն ունեցող կազմակերպություններ են դաշտ մտնում, նրանք դա շատ ծանր են տանում եւ այդպիսի վարույթներ էին նախաձեռնել քաղաքական ճնշումներ բանեցնելով ցանկանում էին, որ կասեցնեին մեր գործունեությունը վաղ շաբաթ խոշորացված համայնքի ընտրություններում։ Եվ փորձում են հիմա ինչ են իրենք անում։ Օրենքով, այսինքն իրավական մեխանիզմով, բայց ըստ բովանդակության, ըստ էության հակաիրավական դրույթներով փորձում են հակաիրավական մթնոլորտ, հակաիրավական միջավայր ստեղծել։